Դուք դիտում եք Ադրբեջանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին Ադրբեջանում եւ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին իրազեկ լինելու համար։ Այսօր փետրվարի 16-ն օրվա գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության եթերում։ Սերբիայի նախագահի հետ հանդիպմանը Իլհամ Ալիևը անդրադարձել էր մի շարք հրատապ-հարցերի։ Մյունխենի անվտանգության համաժողովում Իլհամ Ալիևը ընդգծել է Թրիփ նախագծի կարևորությունը։ Ալեքսանդր Վուչիչի անունից կազմակերպված ընթրիքի ժամանակ ռազմական վակախումբը կատարել է «Այ Լաչն» երգը։ Նախագահ Իլհամ Ալիևի Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի մասնակցությամբ անցկացվել է Ադրբեջանի Հանրապետության եւ Սերբիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության խորհրդի առաջին նիստը։ Երկու բարեկամ երկրներ Սերբիան եւ Ադրբեջանը վճռականորեն տրամադրված են զարգացնել իրենց ռազմավարական գործընկերությունը եւ նրանց երկկողմ հարաբերություններում պայծառ ապագա է սպասվում։ Ադրբեջանն ու Սերբիան ամրապնդում են համագործակցությունը տնտեսական, քաղաքական եւ էներգետիկ ոլորտներում։ Ալեքսանդր Վուչիչը պետականության շահերը դնում է ամեն ինչից վեր։ Այդ պատճառով էլ Սերբիան հաջողություններ է ձեռք բերում։ Չնայած Սերբիան բնական պաշարներ չունի, այն հաջողությամբ զարգանում է առանց որևէ օգնության։ Այստեղ հատկապես պետք է նշել նաև նախագահ Վուչիչի շատ բարձր առաջնորդական որակները։ Մենք ունենք ապագայի հստակ պլաններ։ Դրանք են մեր հարաբերությունների հետագա ամրապնդումը քաղաքական, տնտեսական եւ էներգետիկ ոլորտներում։ Միմյանց տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության շարունակական աջակցությունը միջազգային հարթակներում եւ միջազգային կազմակերպություններում համատեղ ներդրումային նախագծերի իրականացումը, էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում նոր ստեղծված հնարավորությունների օգտագործումը եւ շատ ուժեղ սիներգիայի ստեղծումը ավելի հեռուն նայելով։ Մեր հարաբերությունները էներգետիկ ոլորտում այժմ զարգանում են բազմակողմանի ձևաչափով։ Որոշ ժամանակ առաջ մենք սկսեցինք բնական գազ արտահանել Սերբիա, իսկ այսօր որոշել ենք ավելացնել արտահանման ծավալները։ Այժմ Սերբիա արտահանվող գազը էլեկտրոէներգիայի վերածելով մենք նաեւ կհասնենք մաքուր էլեկտրոէներգիայի ձեռքբերմանը։ Սա հնարավորություններ կստեղծի ինչպես սերբական շուկայի, այնպես էլ ապագա արտահանման համար։ Մենք անդրադարձանք տնտեսական համագործակցության, գյուղատնտեսական ոլորտի հարցերին եւ այս ոլորտներում կարող են տեղ ունենալ բազմաթիվ փոխանակումներ։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանն ու Սերբիան քննարկել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը։ Այս մասին Բելգրադում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Նա նշել է, որ նույնիսկ ամենադժվար պահերին պետություններն աջակցել են միմյանց։ Ես ուզում եմ տեղեկացնել Սերբիայի եւ Ադրբեջանի ժողովուրդներին, որ բանակցությունների ընթացքում մենք տարբեր թեմաներ ենք դիտարկում, տարբեր տեսանկյուններից եւ կիսում ենք մեր կարծիքներով միմյանց հետ։ Մենք կարեւորում ենք դա։ Մեր երկիրը ձեզանից սովորելու շատ բան ունի, ասել է Ալեքսանդր Վուչիչը։ Մենք Ռուսաստանի կողմից Կիևում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը համարում ենք ոչ բարեկամական գործողություն։ Հարձակումներ են եղել ոչ միայն Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա Ուկրաինայում, նաև 3 հարված է հասցվել Ադրբեջանի դեսպանատան վրա։ Առաջին հարվածից հետո կարելի էր ենթադրել, որ դա պատահական էր։ Չնայած դրան, տեղի ունեցել եւս 2 հարված։ Այսպիսով սա մի տմնավոր հարձակում էր Ադրբեջանի դիվանագիտական ներկայացության վրա։ Մենք հատուկ հայտարարություններ ենք արել, հրավիրել ենք դեսպանին եւ դիվանագիտական նոտա ենք ուղարկել։ Մենք գործում ենք բացառապես դիվանագիտական միջոցներով, այլ բան անել չենք կարող, բայց իհարկե սա դիտվում է որպես Ադրբեջանի դեմ ուղղված անբարյացակամ քայլ։ Ես հասկանում եմ ձեր հարցը եւ ուզում եմ տեղեկացնել, որ Ադրբեջանի կառավարությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ դիվանագիտական քայլերը, հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։ Մեկնաբանելով համագործակցությունը Հայաստանի հետ, Ալիևը ասել է. «Մենք վերացրել ենք Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումների բոլոր սահմանափակումները։ Մեր սահմաններին խաղաղություն է հաստատվում։ Ստեղծվել է բոլորովին նոր իրավիճակ։ Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվել, ոչ ոք չի զոհվել։ Ադրբեջանն արդեն սկսել է համագործակցություն Հայաստանի հետ։ Մենք նաև շնորհակալ ենք մեր վրացի ընկերներին կարևորագույն տարանցիկ հնարավորություններ ստեղծելու համար։ Մենք Կենտրոնական Ասիայի մեր գործընկերների հետ աշխատում ենք Կասպից ծովի հատակով օպտիկա մանրաթելային մալուխային նախագծի վրա, որը նախատեսում է ավարտել այս տարի։ Հայաստանի հետ խաղաղության հաստատումից հետո Ադրբեջանի միջոցով դեպի Հայաստան, ապա Եվրոպա տանող միջանցքը հսկայական ներուժ ունի բեռնափոխադրումների առումով։
Նախագահ Իլհամ Ալիևի Սերբիա կատարած պաշտոնական այցի ժամանակ սերբական ռազմական նվագախումբը կատարել է ադրբեջանական այլ աչին երգը նախագահ Ալեքսանդր Վուչիչի անունից կազմակերպված ընթրիքի ժամանակ։ Այս մասին X-ի իր էջում գրել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Սա հարգանքի եւ բարեկամության իմաստալից ժեստ է, որը արտացոլում է ադրբեջանա-սերբական հարաբերությունների ոգին, նշել է Հիքմեթ Հաջիևը։ Թուրքական Haber Global հեռուստալիքը տեսանյութ է պատրաստել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի մասին Մյունխենի անվտանգության համաժողովում բաց միջանցքի քաղաքականություն տրանսկասպյան համագործակցության խորացում թեմայով քննարկման ժամանակ։ Հաղորդագրությունը ներկայացնում է պետության ղեկավարի հիմնական կետերը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Այս համատեքստում նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է երկու երկրների միջև բոլոր խնդիրների լուծման եւ սահմանին կայունության հաստատման մասին։ Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ անկախության հռչակագրի բացառումը Հայաստանի սահմանադրությունից խաղաղության պայմանագիր կնքելու միակ նախապայմանն է։ Տեսանյութում նաև ներկայացված են պետության ղեկավարի մեկնաբանությունները Զանգեզուրի միջանցքի եւ Թրիփ նախագծի հեռանկարների վերաբերյալ, որոնք մեծ նշանակություն ունեն թուրքական աշխարհի համար։ Haber Global-ը նաև տեսանյութ է պատրաստել նախագահ Իլհամ Ալիևի Մյունխենում իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու եւ եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ հանդիպումների մասին։ Տեսանյութում ներկայացված են Ուկրաինայի ղեկավարի հետ հանդիպման կարևորագույն պահերը։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարին Ուկրաինային ցուցաբերած աջակցության համար։ Ընդգծվում է, որ Իլհամ Ալիևի եւ Կայա Կալասի հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելուն։ Խոջալույում վերաբնակեցված 30 ընտանիքին հանձնվել են բնակարանների բանալիներ։ Հանձնման արարողությանը մասնակցել են փախստականների եւ ներքին տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի, Խանքենդիի, Աղդերեի եւ Խոջալույի շրջաններում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչի, ինչպես նաեւ Խանքենդիի, Աղդերեի եւ Խոջալույի շրջաններում վերակառուցման, շինարարության եւ կառավարման ծառայության աշխատակիցներ։ Այս վերաբնակեցման հետ մեկտեղ Խոջալույում բնակություն է հաստատել 144 ընտանիք կամ 651 մարդ, իսկ Խոջալույի շրջանը վերադարձել ընդհանուր առմամբ 950 ընտանիք կամ 3016 մարդ։ Մեր ալիքի տեղեկատվական գործընկերն է Երևան տեղեկատվական վերլուծական կենտրոնը։ Ադրբեջանցի եւ արտասահմանյան հեղինակների արդի վերլուծական նյութեր, հարցազրույցներ եւ հրապարակումներ, տարածաշրջանի պատմության, այսօրվա իրողությունների, ինչպես նաեւ ազգամիջյան ակամարտությունների պատճառների եւ հետևանքների վերաբերյալ։ Բոլոր այս նյութերին դուք կարող եք ծանոթանալ այցելելով կենտրոնի Երևանասկոմ կայքի Facebook-յան էջը։ Հայկական գյուղերում նոր ապստամբություն է բռնկվել։ Տեղի բնակիչները ցնցված են իշխանությունների հայտարարությունից, որ Հայաստանում նախատեսվում է փակել 247 դպրոց։ Միայն Զանգեզուրում, որը Հայաստանում հայտնի է որպես Սյունիք, 47 կրթական հաստատություն վտանգի տակ է։ Այս լուրը զայրույթ է առաջացրել նաև Շիրակի մարզի Հովիտ գյուղում։ Բնակավայրի ղեկավար Ավետիք Սերոփյանի խոսքով դպրոցի փակումը կհանգեցնի զանգվածային արտագաղթի։ Դպրոցն է փակվում, ամենակարևորը երեխաները արդեն գյուղից ջահելությունը, որ երիտասարդները գյուղից հեռանում են, դպրոցներ փակվավ, արդեն մի քանի ընտանիք արդեն գյուղում տներ են վարձակալը, տներ են ձեռք բերում, որ երեխեքը ապագա ասում են չունեն, ուզում են արդեն գնան այդ գյուղից երիտասարդները, դպրոցներ փակվում, արդեն կյանքը ոնց որ
պասիվանում է էլի։ Ըստ Ավետիք Սերոփյանի երիտասարդության 99%-ը վաղուց լքել է գյուղը։ Որոշ ժամանակ անց նրանց ընտանիքները նույնպես բռնել են արտագաղթի ճանապարհը։ Նման կարծիք են հայտնել նաև գյուղի մյուս բնակիչները։ Ոչ, երիտասարդները զբաղություն են, դե մեծերն են զբաղվում գյուղատնտեսությամբ հիմնական։ Մեկը ես որպես գյուղի բնակչուհի դեմ եմ նման որոշմանը, որովհետև եթե գյուղը չունեցավ դպրոց, բնականաբար է արդեն հետագան լավ չի։ Գյուղի երիտասարդ ընտանիքները կգնան, կհեռանան գյուղից։ Դպրոցի գյուղի փակման մասին շատ դեմ ենք, ծնողները բոլորս հանձինս ես։ Որովհետև այդ առաջի դասարանի երեխուն մենք պետք է տանենք, ոչ բոլորն է որ մեկենա ունին, կարան երթան իրանց երեխին հասնին։ Ցանկալի կյանե որ դպրոցը ոչ թե փակեն, այլ ավելի աճը բազմանար, դպրոցը զարգանար, գյուղը զարգանար։ Իհարկե գյուղը կդադարվի։ Զայրույթի եւ դժգոհության մեծ ալիք է բարձրացել նաեւ Կաքավասար գյուղում։ Բնակիչների խոսքով դպրոցի փակման պատճառով իրենց գյուղը արագ տեմպերով դատարկվում է։ Մեր գյուղի համար ամենադաժան խնդիրը դպրոցների համար է, որ մեր փոքր երեխեքը կոնա երիտասարդները մանան գյուղում, ապրեն գյուղում, ստեղծեն։ Այսօր Կաքավասարը թաղվել է բազմաթիվ խնդիրների մեջ։ Դրանցից մեկը գործազրկությունն է։ Մի կտոր հացի փող վաստակելու, ընտանիքի հոգսերը հոգալու համար մարդիկ մեկնում են Ռուսաստան, այլ երկրներ։ Աշխատանքի համար երիտասարդներին չկա աշխատանք, լրիվ մեկնում են Ռուսաստաններում։ Եթե աշխատանք լինի տեղում, աշխատին, արարեն, ստեղծեն ամենալավ բանը կլինի։ Մեզի համար, մեր ընտանիքների համար, մեր երիտասարդների համար, մեր հայրենիքի համար։ Քան որ կամաց հայրենիքը կքանդեն, մեր Հայաստանը կքանդեն։ Դպրոցն է որ ժողովուրդը չփակեն, չհեռանան գյուղից։ Մնան էլի երիտասարդությունը։ Աշտեն վերջ գյուղերը փակվան, մնան մեզի նմանները, ասենք տարիքով էլի։ Աշտեն այդ է։ Այսօր Հայաստանի գյուղերի բնակիչները տագնապի մեջ են, երբ սեփական իշխանությունը փակում է նույնիսկ փոքր դպրոցները, նշանակում է այդ բնակավայրերին դատապարտում է դատարկման, որովհետև փոքր գյուղերում միակ աշխատող հիմնարկը շատ դեպքերում դպրոցն է, եւ եթե դպրոցները փակվեն, մարդիկ ստիպված կլինեն լքել իրենց տները, ինչը աստիճանաբար կհանգեցնի գյուղերի դատարկմանը։ Դուք դիտեցիք օրվա գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, հավանեք եւ մեկնաբանեք, որպեսզի մեր լուրերը ավելի շատ մարդ կարողանա դիտել։